Հրազդանի կիրճն է, 90-ականներ հիշեցնող այս ճանապարհը 1 տարուց ավելի գրեթե քանդուքարափ է։ Վարորդները ամեն անգամ այս հատվածով անցնելիս մոտ 30-ից 40 սանտիմետրանոց մեծ փոսեր են հաղթահարում։ Նրանք ունեն ընտրության հնարավորություն, իրենք են որոշում մեքենան որ փոս ընկնի, արդեն չգիտեն փոսերին դիմանան, թե քիչ վերև առաջացած խցանումներին։ Այնինչ քաղաքապետ Աբինյանը գրեթե բոլոր գործակարգավարական խորհրդակցության նիստերում խոստանում է քաղաքում փոսերով ճանապարհներ չեն լինելու։ Այս է Աբինյանին ու Աբինյանի հորը ցույց տվեք։ Դա ի՞նչ եք անում։ Այս օրը 3 անգամ ստեղով անցնում եմ, թազա մեքենա է։ Լավա Opel չի, էլի։ Դրա համար եմ ասում Աբինյանին ու Աբինյանի հորը։ Այս ճանապարհը մի քանի ամսվա մեջ արդեն 4-րդ անգամն է քանդվում։ Այս հատվածում 4 տեղ չկա, անգամ վազորդները ստիպված են կեղտաջրերի միջով անցնել։ Իրոք շատ վատ տեղ էլ կա, որ նորմալ է, բայց մեծ մասամբ ահավոր վիճակ է։ Ուղղակի ավտոները ջարդում ենք։ Փոսա դե հիմա ինչ անենք։ Թող ես ռեստորանի տերերը մտածեն, փող են աշխատում, չեն բերում մի հատ ասֆալտ անում։ Ստից մտից սարքում են ուղիղ 10 օրից նույն վիճակն է։ Արդեն որի-որ ամիսն է անցնել չի, գնալով մեծանում է, բոլորիս մեքենաները կոտրում են, ոչ մեկ չի վերանորոգում։ Շուտ 10-ից տեղով չէր գա։ Ես երևի ֆրտոտվեմ հետ գնամ։ Հիմնական պատճառը ասֆալտի որակն է, պնդում է ավականու ընդդիմադիր անդամն ու հավելում։ Նմանատիպ դեպքերում խնդրի լուծումը վիոլետ ջուրը միշտ գցում է քաղաքապետարանի վրա, Աբինյանի ղեկավարած գերատեսչությունն էլ հակառակը։ Սակայն վերջնական լուծումը քաղաքապետարանը պետք է տա, ավականու անդամի խոսքով վերևից եկող ջուրը գոնե պետք է այնպես օգտագործեն, որ դիմացի գետի մեջ լցվի, ոչ թե մնա ասֆալտին։ Պետք է սկզբում ջրի հարցը լուծեն, նոր ասֆալտապատում իրականացնեն։ Սարգսյանի խոսքով ասֆալտը ինքնարժեքից ցածր է գնվել, որակում է տալիս, սա բյուջեի գումարների մսխում է։ Ավականու նիստում հարցը բարձրացվել է, ասում է ձեռնտու չէ լսեն, գրություն են ուղարկել, հիմա գրեթե յուրաքանչյուր ամիս այս քանդվող ճանապարհի համար լուծում է առաջարկում։ Թե այնտեղից գալիս է ջուրը, հետևաբար այնտեղ հենասյունով պետք է ջուրը առանձնացվի, որ պատի տակով հավասարաչափ գնա, որ ասֆալտին չկա ջուրը հասնի այստեղ։ Այդ հարցը կարելի է լուծել այն անկյունային հորով։ Բանն այն է, որ քաղաքային իշխանությունները մի ամբողջ եռամսյակ ունեին խնդիրը վերացնելու համար, քանի որ գարնանը ճանապարհները ավելի են փոսառատ դառնում տեղացած ձյան հետևանքով։ Զայրացած վարորդներն էլ Աբինյանին ու ենթականերին առաջարկում են կիրակիները եւ գիշերները օգտագործել իրենց բուն պարտականությունները կատարելու եւ երևանցիներին ու հյուրերին ճանապարհային այս մղձավանջից ազատելու համար։